Շնորհակալ եմ, մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, ձեր քննարկմանն եմ ներկայացնում սուբվենցիոն ծրագրերի ուրեմն կատարմանը ուղղված 12.45 միլիոն դրամ համաֆինանսավորելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը առաջարկում ենք համաֆինանսավորել 52 ուրեմն համայնքներից 169 սուբվենցիոն ծրագիր։ Պարոն վարչապետ, ցանկը ներկայացված է, աննախադեպ մեծ ծավալի ցանկ ունենք այսօր։ Այո, բոլորը լարվեցին, թե 12 միլիարդի ծրագիր, ես ոնց եմ կարդալու հիմա։ Մեր միջին Պարոն վարչապետ, մեր միջին ցանկից շուրջ 6 անգամ ավելի ծավալուն համաֆինանսավորում ենք անելու։ Ինչի՞։ Շուրջ 6 անգամ ավելի մեծ։ Ինչն է պատճառը։ Պատճառը, որ ուզում ենք բոլոր շինարարների հետ տարեվերջին մեր կատարողականի հաշիվները փակած լինենք, եթե այդպես ասեմ, նաև կուզեմ արձանագրել, որ մենք ընդհանուր առմամբ 33 միլիարդ 635 միլիոն դրամի համաֆինանսավորած կլինենք 2025 թվականի ընթացքում պետական բյուջեից, որը մեր տարեսկզբի բյուջետավորածի համեմատ ավելի քան 200%-ով եւ ընդհանուր առմամբ նախորդ տարվա կատարողականից ավելի քան 2 միլիարդ դրամով։ Շատ լավ։ Փորձենք Արագածոտնի մարզից սկսենք, Թալին համայնքի Ագարակավան Կաքավաձոր Կաթնախպյուր բնակավայրերում խմելու ջրագծի ցանցի հիմնանորոգում կատարված է աշխատանքների 60%-ը, հիմնանորոգվել է 15 կիլոմետր խմելու ջրագծի ցանց, շահառուները 736 տնային տնտեսություն։ Պարոն Խուդասյան, որ հիմա ասում ենք աշխատանքի 60%-ը արված է, կառուցված է 15 կիլոմետր ջրային ցանց, այսինքն այսքանը արդեն կառուցված շահագործման հանձնված է, թե պետք է սպասենք ամբողջը ավարտվի, նոր այդ խողովակներով ջուր հոսի։ Պարոն վարչապետ, նայած նախագծային լուծումներից, այնտեղ որտեղ հնարավոր է թաղամասերով փակել եւ այդ թաղամասերը առանձնացնել եւ տալ ջրամատակարարման, հիմնականում արվածից հետո փորձարկում ենք անում, դրանից հետո տալիս ենք շահագործման, չենք սպասում ամբողջին։ Իսկ այնտեղ որտեղ հնարավոր չի տեխնիկական լուծմամբ սպասում ենք։ Այսինքն որտեղ կասենք 65%-ը կատարված 70, այնտեղ որտեղ հնարավոր է որ արդեն իսկ արված աշխատանքը շահագործման հանձնվի, հասնի մարդկանց, մենք այդտեղ դա անում ենք, որտեղ օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի, դա պիտի սպասենք ավարտվի ծրագիրը, որ ամբողջությամբ մեկնարկի։ Տարբեր խոսքը միայն ջրի մասին չի, մնացած ամեն ինչին է վերաբերում։ Հիմնականում այդպես է, պարոն վարչապետ։ Շատ լավ։ Դե շինարարությունների դեպքում երևի բոլոր դեպքերում է այդպես, որովհետև այնուամենայնիվ չնայած կարա ճանապարհը լինի, որի ենթադրենք 5 կիլոմետր լինի, 1.5 կիլոմետրը կամ 2 կիլոմետր առաջին շերտը արված լինի, արդեն երթևեկելի լինի եւ այլն։ Բոլոր դեպքերում այդպես է, այսինքն սպասում ենք աշխատանքի ավարտին, եթե գազաֆիկացման աշխատանքներ ենք իրականացնում, լուսավորության, ջրագծերի եւ ճանապարհների մասով, եթե հնարավոր է առանձին կտորով շահագործել, առանձին ենք շահագործել։ Դե շենքն էլ բնականաբար, եթե մանկապարտեզ ենք կառուցում կամ դպրոց, չենք կարող 60% շինարարությամբ այդքանը շահագործման հանձնել։ Այսինքն ըստ բովանդակության տրամաբանությամբ այդպես ընկալենք։ Շատ լավ։ Թալին համայնքի Կարմրաշեն Ոսկեթազ Զովասար Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման առաջին փուլի աշխատանքներ կատարված է 65%-ը, կառուցվել է 9 կիլոմետր գազատար, ծրագրի շահառուները 500 տնային տնտեսություն։ Թալին համայնքի Թալին բնակավայրի թիվ 2 մանկապարտեզի վերակառուցում կատարված է աշխատանքների 70%-ը, նախատեսվում է 150 սանի համար։ Իմիջիալոց գազաֆիկացման հետ կապված եւ ճանապարհի հետ կապված հիմա սենց իրավիճակների ենք բախվում եւ ստե խնդրեմ կա իրականում։ Ասենք նախորդ օրը համայնքներից մեկում մի քաղաքացի ասում է, որ չգիտեմ, ենթադրենք 20 տարի իմ տունը ճանապարհ չունի, գազ չունի եւ այլն, բնականաբար հետաքրքրվում եմ, ինչի մարդու տունը գազ չունի կամ ինչով կարող ենք օգնել։ Հիմա հասկանում եք, պարզվում է այդ տունը հիմնական բնակավայրից, ասենք 5 կիլոմետր կտրված մենավոր տունը։
Հա իրոք չունի ճանապարհ, իրոք չունի գազ։ Հիմա համայնքի եւ կառավարության համար այսինքն այդտեղ ենթադրենք կարող ենք հատկացնել 300 միլիոն ճանապարհի համար կամ չգիտեմ 100 միլիոն կամ 50 միլիոն ճանապարհի համար 30 միլիոն գազի համար բայց դա խնդրեմ է բա համայնքի են մյուս հատվածներում չլուծված խնդիրներ կա համայնք կարա ասի մի րոպե բայց այդ 100 միլիոնով ու 20 միլիոնով կարայիք ուրիշ խնդիր լուծեք այս բանի գլխավոր հատակագիծ եւ այլ որ այդքան ասում ենք այս սրա համար է կարևոր բայց հարգելից լավ հասկացանք բայց հա ժամանակին համայնքը հողը տվել է օքեյ տվել է լավ շինթույլտվությունը տվել է բայց հիմա ասենք մենք ո՞նց լուծենք այդ հարցը այսինքն պատկերացնում եք չէ բա մի տան հաշվով մենք տանենք 150 միլիոն դրամ ներդրում անենք մնացած տները կասեն մեր տների հաշվով է 150 միլիոն դրամ ներդրում արեք ավելի լավ է մենք բանը գերակա շահ ճանաչենք այդ տունը առնենք տանք մարդուն ասենք գնացեք միտեղ ուրիշ տեղ բնակարան ձեռք բերեք եւ այլն ավելի ժան կնստի մեր վրա 3 հատ բնակարան եւ ես հիմա այդ խնդիրը դնում եմ որովհետեւ համարյա բոլոր մարզպետները հետ կապված մարդիկ դամակ են գրում ես իրենց դամակ եմ գրում շատ դեպքերում էլ սկի ասում են լավ բան կանենք կկազմակերպենք քանի որ վարչապետին դիմելա կկազմակերպենք հետո գրում եմ տենում ասենք մի կիլոմետր այդ մի տան համար բան ենք կառուցել ասում եմ բայց սեն չի լինի ես առաջարկում եմ բոլոր տես դեպքերում կարա կոպիտ հնչի բայց մարդկանց մենք այդից պետք է էվակուացնենք պետք է գերակա շահ ճանաչենք փողը տանք 15% պլյուս շուկայական արժեքով ասենք հարգելիներս գնացեք ուրիշ տեղ տուն առեք որովհետև առավել եւս եթե այդտեղ գլխավոր հատակագծով պարզվում է որտեղ թաղամասի կառուցում հա եթե գլխավոր հատակագծով գիտենք որտեղ բնակելի թաղամաս է կառուցվելու հա էլի արդարացված է հիմա մեկն է գիտենք հետագայում եւս 300 տուն լինելու է բայց եթե տունը մենավոր է լինելու կներեք դա վատնում է միջոցների որ մենք այդքան միջոցը ծախսենք շատ հարգելի հա մարդը վատ վիճակում է բայց ասում եմ բոլոր այս դեպքերում ես առաջարկում եմ ուղղակի որոշում կայացնենք այնտեղ որտեղ անտրամաբանական կտրվածություն կա ուղղակի մարդկանց այդ փողը տանք առնենք իրանց տանք գումար ասենք գնացեք ուրիշ տեղ տուն առեք բնակավայրի ներսում կամ գնացեք կառուցեք որտեղ այդ գազը եւ այլն կա կարող ենք պայմանավորվել որ այնտեղ որտեղ հնարավոր է այդ ձեռք բերված բնակարաններն նայենք ուրիշ ինչ նպատակի կարանք օգտագործենք չենք կարող օգտագործել պետքա բան անել ոչ մի բան չանել այսինքն պետքա դեմոնտաժ անել ինչի որովհետև հաջորդիվ կարա այդ տանը հայտնվի ուրիշ ընտանիք որը էլի նույն խնդիր առաջ քաշի որը մեզ համար էլի խնդիր է այն ավելի լավ է պարոն Գրիգորյանի ասած այն 2-3 տան գումարը ծախսենք որ կոնկրետ խնդիր լուծենք քան սենց լինի ես ցավում եմ շատ բայց ես հասկանում եմ որ նաև դե մարդը նամակա գրել ես էլ ասում եմ տեսեք պաշտոնյաներ կան որ ասում են սենց խնդիրն է պաշտոնյաներ կան որ ասում են լավ դե գնանք ինչ որ լուծում նո իհարկե parza 5 կիլոմետր բան խողովակ չեն կառուցում բայց տեղեր կա որ էլի դենենք չի որ 5 կիլոմետր է բայց էլի ծախսը անտրամաբանական է ավելի լավ է ծախսով այդ մարդու համար նոր տուն առնենք տանք քան թե մենք այդքան ծախս անենք գնանք տենց խնդիրներ լուծենք եւ այս առումով է մարդիկ պետքա այս ասում են հա լավ ինչ ընկել եք բան գիտահետազոտական միտահետազոտ գլխավոր հատակագիծ տեխնիկական առաջադրանք ինչ եք ընկել հետևներիցս թողեք ապրենք թողեք տուն ենք սարքում վատ է բայց ժողովուրդ ջան շատ լավ տուն եք սարքում բա մեզնից ինչ եք ուզում այս սարքել եք լավ է բա մեզնից ինչ եք ուզում մի հատ էլ հետո պետք է ասեք 3-1 այսօր 2-3 ասֆալտներին նստած էիք հեղափոխություն էիք անում այսօր մեր հարցը չեք ուզում լուծեք տենց չի ի վերջո պետք է մի քիչ պետական տրամաբանության մեջ մտնենք